Երկու օր առաջ Նոր-Նորքի թաղապետարանում խմբակային դաժան ծեծի ենթարկվեց ակտիվիստ Արթուր Չախոյանը։ Բարև ձեզ, եթերում խորագիր հաղորդաշարն է, կրկին Օրագիր Նյուզի եթերում ամփոփում ենք անցած շաբաթը։ Ես Գևորգ Էմինտերյանս, Մենուա Սողոմոնյանը եւ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Անցած շաբաթ աչքի ընկավ, այսպես ասենք, առատ ծեծով, շաբաթվա սկզբում ծեծեցին մի բժշկի, հետո Գյումրիում ծեծեցին պարեկների, ապա ուրեմն Նոր-Նորքի թաղապետարանում հանրային լսումների ժամանակ խմբակային դաժան ծեծի ենթարկեցին ակտիվիստ Արթուր Չախոյանին, ով անմիջապես դրանից հետո ձերբակալվեց եւ ուրեմն նրան մեղադրանք ներկայացվեց։ Ուրեմն մի կողմից տեսնում ենք, որ բռնության աննախադեպ ալիք է Հայաստանում, անկասկած ունի քաղաքական, սոցիալական հիմքեր, երևում է, որ ինչ-որ տեղաշարժեր են տեղի ունենում, բայց սա այդքան ուրեմն տխուր չէր լինի, զուտ է վիճակագրությունը, եթե չլինեին սրան արդարացնող կամ չտեսնող այս բռնությունը ուրեմն բաները, որ ոնց որ մարդիկ, իրավապաշտպաններ, համապատասխան կառույցներ եւ այլն կամ արդարացնում էին այս բռնությունը, կամ հատկապես ուրեմն Արթուր Չախոյանի հետ տեղի ունեցածը, կամ ասում էին, որ այսպես ինքն է մեղավոր, չպիտի գնար, չգիտեմ, ինչու էին մեղադրում։ Սա կարծում եմ, որ շատ խնդրահարույց կետ է, որովհետև սա նոր ինչ-որ բաների ալիք է բարձրացնում։ Իդեպ Արթուր Չախոյանի հետ կռվից առաջ նախորդ օրը եղել էին հեռախոսով հայհոյանքներ, ուրեմն դատապարտող ոչինչ չէր եղել, կանխարգելող ոչինչ չէր ձեռնարկվել, եւ հետո հաջորդ օրը դա դառել էր այսպես լայնամասշտաբ ինչ-որ բռնության տեսարան, ուղի եթերում թաղապետը ուրեմն այսպես իրեն թույլ էր տվել բռունցքներով հարձակվել ու ոչ մենակ իր, չգիտեմ, պաշտոնակիցների հետ հարձակվել եւ ծեծել էին Արթուր Չախոյանին։ Այստեղ մի ասպեկտ էլ կա, այդ քաղաքական շանտաժը, որը անմիջապես հնչեց Հանրապետություն կուսակցության հայտարարության եւ ուրեմն այլ թաղապետերի շուրթերից, այն էր, որ եթե Տիգրան Տեր-Մարգարյանի հետ մի բան կատարվի, այսինքն իրեն ազատեն աշխատանքից, ապա իրենք բոլորով հրաժարական կներկայացնեն, ինչը քաղաքական շանտաժ է, որովհետև Տիգրան Ավինյանը հազիվ կարողացել է այդ Հանրապետություն կուսակցության հետ դաշինքով դառնալ, էլի պակասող մանդատներով, բայց ինչով ֆոկուսներով դառնալ քաղաքապետ, սա նշանակում է, որ եթե Հանրապետություն դուրս գա դաշինքից, ապա Ավինյանը զրկվելու է մանդատից, դառնալ է փոքրամասնություն, բայց սա ունի նաև ուրեմն շատ սկզբունքային պահ, որ օրենքը ստորադասվում է, բացահայտորեն ստորադասվում է քաղաքական կոնյունկտուրային, ու եթե Նիկոլ Փաշինյանը մարդու իրավունքներին, այո, եւ եթե Նիկոլ Փաշինյանը ուրեմն ոչինչ չձեռնարկի կամ ծածկադմփոց անի, ինչը որ երևում է, որ այդ ուղղությամբ է գնում, որտեղ դեռևս թաղապետը ազատված չի զբաղեցած պաշտոնից, ապա նշանակում է մեծ հաշվով, որ սա լրացուցիչ ապացույց է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար իր իշխանությունը ավելի կարևոր է, քան Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, օրենքները եւ չգիտեմ, մնացած ամեն ինչ էլի։ Նիկոլ Փաշինյանը բնականաբար ոչինչ չի ձեռնարկելու այդ կապակցությամբ, բայց այստեղ դատախազության, իրավապահ համակարգի, ես հասկանում իրենց անգործության խնդիրն է նաև շատ մտահոգիչ է մեղմ ասած։ Հասկանալի է, որ այդ համակարգերի գլխին կանգնած են մարդիկ, ովքեր որ աշխատում են քաղաքական նշանակմամբ, նրանց նշանակել է Նիկոլ Փաշինյանը, բայց այդ համակարգի ներսում իրենց համակարգի նկատմամբ պատկանելության զգացում, ընդհանուր առմամբ պատասխանատվության զգացում ունեցող գործիչներ, մարդիկ պետք է այս առնչությամբ ինչ-որ մի բան ձեռնարկեն։ Ներսից այդ պահանջը պետք է լինի, որ օրը ցերեկով տեսախցիկների առաջ խմբակային ծեծի է ենթարկվում մարդը եւ ինչ սպասում են քաղաքական հրահանգի, որ նոր իր ֆունկցիան կատարի դատախազությունը կամ
այլ իրավապահ մարմինները։ Սա է ուրեմն սա հերթական անգամ ցույց է տալու, որ իրավապահ համակարգը գտնվում է քաղաքական հսկողության տակ եւ իրավապահ համակարգի անկախությունը Հայաստանում ցավոք սրտի գոյություն չունի։ Իսկ արարքը սա իհարկե քրեական պատասխանատվության խնդիր է եւ բոլոր բռնություն կիրառողները ենթակա են քրեական պատասխանատվության, իսկ Տիգրան Ավինյանը քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, Երևանի քաղաքապետարանի եւ Հանրապետություն կուսակցությունը նաեւ այստեղ քաղաքական պատասխանատվության հարց ունեն։ Այդ մարդը, որ իրեն սխալ ձևով է դրսևորել, սխալ է պահել, ինքը պետք է առնվազն հրաժարական տար, մինչև որ ինչ-որ պրոցեսներ կլիներ, ենթադրենք, եթե պարզվեր, որ այդուհանդերձ ինքը մեղավոր չէ, նորից գար, ենթադրենք, իրեն այդ կուսակցության մեջ մտներ, այստեղ քաղաքական պատասխանատվության հարց էլ կա, եւ սա մնալու է որպես պատասխանատվության բեռ նաեւ Հանրապետություն կուսակցության վրա եւ քաղաքացիների դիտարկմամբ սա ցույց տվեց իրենց վերաբերմունքը եվրոպական արժեքների նկատմամբ, թե ինչ են իրենք քարոզում բառերով եւ ինչպես են կիրառում այդ արժեքներին նվիրվածությունը պրակտիկայի մեջ։ Դե սա երևի թե բացառիկ է նաեւ նրանով, որ չգիտեմ, գուցե ասենք թաղապետը չգիտի ինչ է հեռախոսը, ասենք կարող ինքը շատ հին տղա է, չգիտեմ, ասենք միայն թելով հեռախոսա տեսել, լարով հեռախոս, ու չգիտի, որ հեռախոսները հիմա նկարում են, որովհետև ինքը, ասենք, նկարող լրագրող է այդտեղ կանգնած, ուղիղ եթերով, ուրեմն հարցակվում է եւ ծեծում է բանին, այսինքն կամ ինքը, չգիտեմ, ուղիղի հետ խնդիր ունի, չի հասկանում, որ դա չի կարելի ուղիղ եթերում անել կամ չգիտի հեռախոսը ինչ է, մյուս տարբերակը դա է, բայց ամեն դեպքում այս ծեծի առատությունը հիմք է տալիս, որ կարելի է օրինակ դիմել ԿԳՄՍ-ին, որտեվ հիմա ԿԳՄՍ-ն շատ է սիրում փառատոններ անցկացնել։ Տարվա լավագույնները։ Չէ, ընդհանրապես անցկացնել ծեծի փառատոն, այո, բոլոր այս բաներին հավաքել միտեղ, այս Հանրապետություն կուսակցության բաներին, ֆիդայիներին, այդպես առանձին բաներում նստած, թող իրանց կարողությունները գնան բաց դաշտում, այսպես ցույց տան, ծեծի փառատոն լինի, լավագույններին պարգևատրեն, հետո կարող ամեն ամսյա ծեծի պարգևատրումներ լինեն, հետո տարվա լավագույն ինչը լինի եւ այլն, ու ի վերջո կարող նաեւ վարչապետի բան լինի, գավաթ լինի, այո, ծեծի գավաթ լինի, որը վերջում գավաթով տան գլխին գա։ Պես ինչ է բան, հիմա կատակ, բայց ամեն դեպքում սա Հայաստանի վարկանիշին շատ մեծ հարված է, ընդ որում նաեւ քաղաքացին ապուշի տեղ դնելու բանը, որ իբր ինքնիշխանության համար էր այս կռիվը, չգիտեմ, Բուչա այցելելու Պուտինն էր հատուկ ուղարկել Արտուր Չախոյանին, զանգել էր Քոչանին զանգել էր Չախոյանին եւ այլն։ Եվ սա իրականում, ասենք, մարդը կարող ասենք փորձի քեզ խափի, բայց երբ որ փորձում է դնի էշի տեղ, դա շատ վիրավորակ է։ Ես ճիշտ ասած վիրավորված եմ Հանրապետություն կուսակցության հայտարարությունից։ Հիմա, չգիտեմ, շատ չխորանանք այս ծեծի մեջ, շաբաթվա մյուս իրադարձությունը։ Բայց եթե կարելի է մի բան ասեմ ծեծի թեմայով, իհարկե ավելի շատ անդրադարձանք Թաղապետարանում տեղի ունեցած դեպքին, բայց ես կուզենայի նաև անդրադառնանք բժշկին ծեծելու մասով, որովհետև չգիտեմ ինչի, գուցե այդպես ստացվեց, որ բժշկին ծեծեցինք հենց առողջ եւ անվտանգ աշխատանքայի համաշխարհային օրը, եւ սա առաջին դեպքը չէ, երբ որ բուժաշխատողը բռնության է ենթարկվում իր մասնագիտական, ուրեմն գործառույթը իրականացնելու ժամանակ, ու կարծում եմ, որ սա արգահատելի արարք է այն առումով, որ այդ բժիշկը ի վերջո կատարում էր իր աշխատանքը։ Եվ բուժաշխատողները ստացվում է, որ բոլորովին էլ պաշտպանված չեն, մեր հասարակությունն էլ Աստված տվել չխնայել, թե ինչպեսին կարող է լինել, հատկապես այդ աֆեկտիվ վիճակում ինչեր կարող են անել, ու արդեն որերորդ բուժաշխատողն է, որը բռնության է ենթարկում, կարծում ես մասով լուրջ անելիք ունենք բուժաշխատողների անվտանգությունը սահմանելու, պահպանելու ու նաև հետագայում պատասխանատվության ենթարկելու են մարդկանց, ու խիստ պատասխանատվության ենթարկելու են մարդկանց, ովքեր դա անում են, հատկապես երբ որ խոսում ենք մարդուն
ինքը եկել էր օգնություն ցույց տալու ի վերջո, էլի։ Այո, իրեն սրտով չէր եւ այլն, այս սրան պետք է լուրջ վերաբերել, որովհետեւ մարդը իր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում բռնության է ենթարկվել։ Իրական բռնությունը շատ է ստացվում մեզ մոտ, որ շատացել է այդ բռնարարքներն ու բռնությունը, բայց աշխատանքային պարտականությունները կատարելու դեպքում հակավից, որ ոչ կռիվ կար, ոչ մի բան չկար, ոչ բանավեճ կար, ոչ վեճ կար ի տարբերություն ձեր մյուս օրինակի, այս պարագայում լրիվ անմեղ մարդու ուղղակի ծեծի ենթարկեցին, որ կարծում սրա մասով լուրջ անելիք ունենք։ Առաջի դեպքում էլ ասենք, ես բան չանենք, այսինքն ակտիվիստը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը փաստորեն գնում է ինչ-որ բան անում, իր ֆունկցիայի մեջ է մտնում կամ գուցե մի քիչ դասագալի, չգիտեմ ինչ չեն արել, քարը լավ չեն դրել եւ այլն։ Եվ անպատժելիություն, այսինքն ես օրինակ որպես քաղաքացիական ակտիվիստ նայեմ այս դեպքին ու վախենամ ասեմ, որ գնամ նոր-նորքի կամ այլ թաղապետարանի հետ կապված հանկարծ ինչ-որ մի հատ հարց բարձրացնեմ ու վրթովմունքս էլ մի քիչ որպես այդպես բանով իրենց համար ոչ ընդունելի ձևով արտահայտեմ եւ սա վախի մթնոլորտի տարածման ուղղված գործողություն էր, այո։ Հատկապես գույշա պետք լինել հանրային լսումներից, որտեղ սիրում են հատկապես այդ ժամանակ։ Հանրային լսումները վերածում են հանրային ծեծի, այո։ Մյուս դեպքն էլ այդ պարեկների ծեծնել էր աշխատանքային պարտականությունների բանով եւ այդ նույն բանը մենք տեսնում ենք լրագրողների հանդեպ, այդ նույն բանը մենք տեսնում ենք շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց նկատմամբ, որոնք ուրեմն իրականում պաշտպանված չեն պետության կողմից։ Այսինքն ես վստահ եմ, որ հիմա օրինակ աղմուկա բարձացել, այդ քննիչները կգան, չգիտեմ ինչ կգրեն, հետո նա ես իմ մյուս կողմը փող կտա, մարդ կգտնի, չգիտեմ ինչ կանի, հետո կասեն ապե ամոթ չի գրում ես, բա ես իմ ինչը լավ չի եղել, հերը վատ է եղել, մերը ես իմ ինչ է եղել, բան ես իմ ինչ մի հատ փաստաբան արանքում կհայտնվի, չգիտեմ ինչ որ հայաթից լավ տղեկ կհայտնվեն եւ այլն եւ ի վերջո պետությունը տեր չի կանգնի իր բժշկին։ Ես դրանում վստահ եմ, որովհետեւ ես ընդհանրապես շատ մեծ կասկածներ ունեմ, թե արդյոք Հայաստանում ինչ որ հանցագործություն բացահայտվում է, եթե դա բան չի իշխանության պատվերը չի, որտեղ սովորաբար ինչ որ սուր ծայրերը միշտ բան են արվում, այսպես հարթացվում են, ինչ են անում եւ այլն եւ մեծ հաշվով մարդ ասենք ծեծը կերավ, այլևս դրա համար եթե ինքը չգնա, ասենք մի հատ ավելի մեծ, չգիտեմ, զենք վերցնի գա իր արժանապատվությունը պաշտպանի, ոչ մի ձևով իր համակարգը չի կարողանում մարդուն պաշտպանել։ Բայց թողած ամբողջ օրը կխոսան, որ ես իմ ընտանեկան բռնություն, ես իմ ինչ եւ այլն բան, որը իրականում փուչ օդ թեմաներ են, էլի։ Դպրոցներում բուլինգի հետ կապված ինչ-որ բաներ են անցկացնում, ասենք սեմինարներ, բայց իրական կյանքում անպատիժ ձևով թողնում։ Ահա բուլինգը։ Դե վարչապետը ամեն 5 շաբթի օրը մտ բուլինգ անում։ Ինչ-որ մի հատ թեմա է ընտրում եւ բուլինգի ժամը գնում։ Ու նույն վերջը սկսել ենք իրան էլ անել, բայց դա բան չի անում։ Ավտոբուլինգը։ Երկրորդ այս շաբաթվա կարևոր թեման մայիսի 1-ն էր, որը ուրեմն անկախ Հայաստանում շատ երկար ժամանակ արհամարհված օր էր, որովհետև դա խորհրդային միության այսպես սիրելի օրերից մեկն էր, դրա համար ավտոմատ ուրեմն անտեսում եւ բան էին անում։ Միշտ այդ օրը կոմունիստները ինչ որ դուրս էին գալիս կարմիր դրոշներով քայլում էին, ասում էին, որ Լենինը թող հետ գա, այս անգամ բայց Վարդան Ղուկասյանին աջակցելուց հետո Վարդան Ղուկասյան խոշոր կապիտալիստին Գյումրիում քաղաքապետ դարձնելուց հետո կոմունիստական կուսակցությունը վերանայել է իր հայացքները եւ այս մայիսի 1-ին չարեց ոչ մի երթ, ոչ մի ցույց, այլ Լենինի վերադարձ չեն ուզում, բայց դրա փոխարեն երթ արեց Արմեիությունների կոնֆեդերացիան։ Բայց էլի Լենինի վերադարձ չեն ուզում։ Որտեղ Լենինը արդեն 101 տարի է ինչ մահացել է, 100 տարուց հետո արդեն էլ ակտուալ չի։ Կարլ Մարքսի վերադարձ ասում Սունդուկյանի թատրոնը, որը այնտեղ բեմադրություն արել, բայց սա թողնենք, տեսնենք ինչ բեմադրություն, հետո դրա մասին կխոսենք։ Բայց ամեն դեպքում հարգելի են, մենք տեսնում ենք, որ իրականում աշխատողների
աշխատավորների իրավունքները Հայաստանում արհամարված են, ստորադասված են, համատարած ձևով, աշխատանքային պայմանագրեր, օրենսդրություն, չգիտեմ, մինիմալ աշխատավարձ, ամեն ձևով, որ անկյունից որ նայես, թեև Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես աղքատների թագավոր, բայց ես շարունակում եմ պնդել, որ ինքը սպասարկում է հարուստների շահերը եւ ուրեմն սովորական մարդիկ շարունակում են ուրեմն այսպես իրավազուրկ մնալ։ Ես կուզեմ լսել նաեւ քո կարծիքը, Լենջան, թե ինչա պետք անել, որպեսզի մարդիկ ավելի պաշտպանված լինեն։ Ես էլ հարցը փորձեմ մի քիչ ես ավելացնեմ։ Այ ես եւ Մենուան այդ աշխատանքային իրավունքի ոտնարման զոհեր ենք, մեզ երկուսս են վռնդել են։ Բայց չգիտեմ, մենք աշխատավոր ենք, արդյոք թե չէ, այդ իր այդքան ծանր տարա, բայց Մենուան դա շատ ծանր տարա, որտեղ ընդհանուր մինչեւ դատարանները մայում։ Ես էլ եմ դատարաններ գնում։ Բայց ոնց ծանր չես տանում։ Բայց Հավաքի ես բան արեցի, համասանի դիմաց ասուլիս արեցի, դու չարեցիր դրա համար։ Ես ավելի երկար էի համասանում Պերճախոսություն ունես։ Ինձ Էլեն ջան, գիտեք ինչն է հետաքրքրում ավելի շատ, տեսեք խորհրդային միության ժամանակ մայիսի 1-ը նշվում էր որպես աշխատավորների համերաշխության օր, աշխատավորները բոլորը ոնց որ պետության աշխատավորներն էին, այսինքն աշխատավորները իրենք համենայն դեպս թղթով հռչակված էին որպես գերակա դասակարգ իրենք, հա, եւ նրանց աշխատանքը, նրանց իսկապես ծանր ու տաժանակիր աշխատանքը արժևորելու համար այդպես մեկ օր հատկացվում էր այդ օրվան, որ աշխատանքային չէր լինում եւ մարդիկ այդպես կազմակերպված բոլոր ձեռնարկությունները պետական էին եւ դուրս էին գալիս շքերթների, բան այդպես գեղեցիկ արարողություններ տեղ ունեն, մի եկեք ասենք, որ իսկապես մարդիկ իրենց լավ էին զգում ու գնահատված էին զգում։ Այսօրվա պայմաններում մի քիչ չեմ կարողանում ես պատկերացնել հետեւյալը, քանի որ աշխատավորների, բարիք ստեղծողների, գոնե նյութական բարիք ստեղծողների մեծ մասը մասնավոր ոլորտում են աշխատում, այսօր ինչպես կարելի է այս մայիսի 1 կամ ինչպես պետքա վերաիմաստավորել այս մայիսի 1-ը, երբ որ առաջվա կարգերը չկա, աշխատավորի օրը ինչ ձևով իմաստավորենք, ինչ ձևով կարողանանք աշխատավորին արժևորել, էլի, այսպես ասած, կամ որն է աշխատավորը։ Մայիսի 1-ը բոլորովին էլ խորհրդային տոն չէր։ Մայիսի 1-ը դա արևմտյան երկրների որոշած օր էր, ուղղակի խորհրդային միությունը դες տեղավորվել էր այդտեղ եւ քանի որ այն ժամանակ ինֆորմացիոն դաշտը շատ սուղ էր, աշխատողները բոլորը համոզված էին, որ Լենին Պապին շատ լավն էր, որ անկախ նրանից որ 37-ի վերեղել Ստալինը իրանց հերոսն էր, եւ իրենք դες բոլորը իրենց խափած զգալով երջանիկ ապրում էին։ Ու նորմալ է, այդ ժամանակվա հասարակարգը այդպիսին էր, մարդիկ իրենց այդպես լավ էին զգում, երջանիկ էին ապրում, կարևոր չի, որ թթվասերի համար ժամերով առավոտ հերթ էին կանգնում, բայց այն երջանիկ էին։ Հասարակարգը այդպիսին էր, հա, հասարակարգը այդպիսին էր, բոլորը լավ էին զգում։ Թթվասերը պետք է չլինի, որ չգնաս թաղապետի նկարի վրա։ Եվ այս առումով պարզապես խորհրդային միությունը, քանի որ այն ժամանակ կար ընդամենը մեկ գործատու պետությունն էր, կային բազմաթիվ աշխատողներ, ու մի քիչ պահանջեինք, ստացվում էր, որ բոլորը երջանիկ են, չաղ ու բախտավոր, եւ բոլորը ունեին աշխատանք։ Մենք այսօր ապրում ենք լրիվ այլ հասարակարգում, լրիվ այլ արժեհամակարգներ ունենք, այլ աշխատաշուկա ունենք, որ այն ժամանակ որպես այդպեսին չկար, եւ մեր խնդիրներն էլ այլ են։ Այսօր մայիսի 1-ը վերաիմաստավորված է արդեն, որովհետև ինքը չի նշվում որպես տոն, թեպետ մեր տոների եւ հիշատակի մասին օրացույցում ինքը տոն է համարվում եւ ոչ աշխատանքային, բայց ինքը իմ խորին համոզմամբ ավելի շատ խնդիրները կրկին անգամ եւս մեկ անգամ բարձրաձայնելու օր է։
Այսինքն այդ օրը ավելի շեշտակի, ավելի մեծ հնչեղությամբ բարձրացնել այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն աշխատանքային իրավահարաբերություններում, սկսած աշխատանքային պայմանագրի լինել չլինելուց, մինչև վերջնահաշվարկ, անհատական աշխատանքային իրավահարաբերություններից մինչև կոլեկտիվ աշխատանքային իրավահարաբերություններ։ Բոլոր տեղերում խնդիր ունենք, այո, դուք իրավացի եք, որ շատ են լինում աշխատանքային իրավունքների խախտումները։ Հատկապես խախտումներ են գրանցվում պայմանագրերի տեսակների մասով եւ պիտի անորոշ պայմանագիր լինել, բայց բոլոր տեսնում են որոշակի ժամկետով կնքված օրինակ աշխատանքային պայմանագիր, որտեղ հեշտ է այդպես աշխատողից ազատվել։ Կամ ակնհայտ աշխատանքային պայմանագիր պիտի լիներ, բայց ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել, որպեսզի երաշխիքները չլտրվեն աշխատողին, կամ համատարած աշխատում են շատ ավելի երկար ժամանակահատված, քան 8 ժամը, բայց վճարվում են միայն 8 ժամի համար, այսինքն արտաժամյա, նույնիսկ շատ դեպքերում գիշերային աշխատանքի համար հավելումները չեն վճարվում։ Վերջնահաշվարկների մասին էլ չեմ ուզում խոսել, թե ինչքան են դրա մասով խախտումները, որովհետև օրենսդրությամբ սահմանված է, որ նույն օրը պիտի աշխատանքից ազատվելու, նույն օրը պիտի մարդու հետ վերջնահաշվարկ կատարեն, բայց ստացվում է այնպես, որ ամիսներով այդ վերջնահաշվարկը չեն վճարում, հանգստի իրավունքի խախտումներ ունենք բազմաթիվ, աշխատանքային օրենսգրքով բոլոր իրավունքները, որոնք նախատեսված են, բոլորի մասով ունենք խախտումներ։ Այլ հարց է, որով մի քիչ ավելի շատ, որով մի քիչ ավելի քիչ, կարգապահական դույժերի կիրառման դեպքում ունենք սխալ կիրառումներ, այսինքն այս բոլորով էլ ունենք խնդիրներ, այո, ունենք խնդիրներ, բայց եթե մենք հիմա գնանք նայենք միայն օրենսդրությունը, ապա օրենսդրությունը լավն է։ Գոնե անհատական աշխատանքային իրավահարաբերությունների մասով մենք այսօր ունենք ավելի լավարկված օրենսդրություն, քան ունեինք օրինակ 2000-ականների, ասենք 2004-ին է ընդունվել աշխատանքային օրենսգիրքը, 5-ին ուժի մեջ է մտել, ինչ ունեինք այն ժամանակ ու ինչ ունենք հիմա իրապես սարեր ձորեր են, բայց հիմա փաստորեն չկա տեսչությունը, որ գնա ստուգի աշխատողների։ Հիմա ես դրան կանդրադառնամ։ Ուրեմն այն ինչ որ ունենք, ինքը հնարավորինս մոտարկված է մեր միջազգային պարտավորություններին, այսինքն այն կոնվենցիաներին, միջազգային փաստաթղթերին, որոնք Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է, հիմա ավելի մենք մոտ ենք դրանց։ Այլ հարց է կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունները, որտեղ խայտառակ են խախտումները, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում արմությունների իրավունքների խախտումներ, արմությունների գործունեությանը միջամտություն, խոչընդոտում արմությունների գործունեությանը, միավորման ազատության սկզբունքի խախտում, այսպիսի խախտումներ շատ են արձանագրում։ Բնական է, շատ տեղերում աշխատողները չեն ուզում դրա մասին խոսել, վաղի մթնոլորտ կա, գործազրկության հետ կապված խնդիրներ կան, սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնց մասին ուղղակի ուզում են լռել, հարմարվել։ Եվ իրականում օրինակ մենք երեկվա երթը հենց վերաբերում էր նրան, որ աշխատողը հնարավորինս իրազեկ լինի եւ հասկանա, որ ցանկացած խախտման հետևից պետք է գնալ, պետք է պահանջատեր լինել, որովհետև հնարավոր է վերականգնել իրավունքը, ինչի օրինակները մենք ունենք կոնֆեդերացիան։ Մենք դատական գործեր ենք շահում, իրավունք ենք վերականգնում, այսինքն հնարավոր է դա պարզապես պիտի դրա մասին ասվել։ Իսկ եթե աշխատողը չի ուզում դրա մասին ասել, դու ուղղակի ոչինչ չես կարող անել։ Այսինքն այստեղ պետությունը կոնկրետ ինչ բան ունի, անելիք ունի։ Պետությունը այստեղ մշակույթ ստեղծելու պարտավորություն ունի իրապես, եթե խոսում ենք կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների մասին, եւ ինքը պիտի հենց լինի այդ առաջին օրինակը եռակողմ հանձնաժողովում։ Այսինքն մենք ահագին տևական ժամանակ է չունենք եռակողմ պայմանագիր, այսինքն գործատներ, արմությունները եւ պետությունը, իհարկե այստեղ այնպես չի, որ պետության մեղավորությունը պիտի հանուն արդարության նշեմ, որ այստեղ պետությունը ուզում էր ունենալ դա, պարզապես գործատուների կողմը չունեինք, հիմա փառք Աստծո ունենք արդեն գործատուների կողմը եւ արդեն հանրապետական կոլեկտիվ պայմանագրի նախագիծը կա։ Կգնա ստորագրման։ Ինչպես Անունը այդպես չդնենք։ Հանրապետական կոլեկտիվ հանրապետական կուսակցության հետ չեն կարող։ Իրականում ինքը եռակողմ կոլեկտիվ պայմանագիր է։ Դու դա աշխատանքի միջազգային կազմակերպության ընդունած եզրույթ է, այնպես որ դա դրա հետ կապ չունի, բայց հասնում էր ասել։ Բայց եթե ասենք անդրադառնանք այդ կոլեկտիվ հարաբերություններին, պետության դերակատարումը այստեղ պիտի լինի եւ օրենսդրության մասով լավարկելը եւ բարեփոխումները ու այն առաջարկները, որոնք արվում են սոցիալական գործընկերների կողմից եւ իր օրինակով այստեղ օրինակ ցույց տալը, որովհետեւ եթե մենք խոսում ենք եռակողմության մասով, ապա կառավարությունից
միակ նախարարությունը, որ այստեղ իրոք կատարում է իր գործառույթը, դա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է։ Բայց չէ որ սոցիալական գործընկերներին վերաբերում են թե կրթությունը, թե էկոլոգիան, թե էկոնոմիկան, բոլորն էլ վերաբերում են։ Այսինքն ցանկացած օրինագիծ, որը վերաբերում է սոցիալ-տնտեսական իրավունքներին, որը վերաբերում է աշխատանքային իրավունքներին, ինքը պիտի եռակողմ քննարկում անցնի։ Բայց ամենաշատը քննարկվում է դա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Չկա այդպիսի նախագիծ, որը ինքը տանի առանց արմությունների եւ գործատուների հետ քննարկման։ Իդեպ մի հարց էլի տամ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության ֆունկցիաների մեջ սոցիալական ապահովությունը ինձ հասկանալի է, բայց այդ աշխատանքի ֆունկցիան որտեղ է դրսևորվում, որ անունը աշխատանքի եւ սոցիալական աշխատանքի են տեղավորվել։ Չէ, իրականում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ֆունկցիան միայն սոցիալական խնդիրները չեն, այսինքն միայն նպաստները չեն, միայն հաշմանդամություն ունեցող մարդիկ չեն եւ այդ թվում նաեւ աշխատանքային իրավահարաբերություններն են եւ աշխատանքային օրենսգրքի առաջին հասցեատերը հենց իրենք են մշակում օրենքում փոփոխությունները կամ լրացումների նախագծերը, հենց իրենք են, այո, եւ հենց զբաղվածությունը ամբողջությամբ իրենց ֆունկցիան է։ Իրենք աշխատատեղ ստեղծողը չեն, բայց զբաղվածության մասով հենց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործառույթն է եւ իրավունքների ու պարտականությունների մասով եւ օրենսդրության մասով եւ քաղաքականություն մշակողն են։ Էլեն իսկ ինչպես է լինում, էլի որ ամբողջ աշխարհում արմիությունները այդպես գործադուլ են անում, ոչ չեն։ Չէ, վախենալու կառույցներ են, բաներ են, հաշվի են նստում, մաֆիան փորձում է գա արմիություններում բան ունենա, ձայն ունենա եւ այլն, իսկ Հայաստանում ես ուրախ եմ, որ մաֆիան արմիություններում չի ուզում գալ եւ ձայն ունենալ, որովհետեւ մաֆիա ասելով չգիտեմ ում նկատն է գուցե օլիգարխիկ համակարգի եւ այլն։ Եվ որ ֆիլմերը տեսա այդ 1900-ականների են սկզբի մասի, Չիկագոյի մաֆիոզների մասին երևի տենց ֆիլմեր ես նայել, կամ օրինակ նայել ես Կուլակ ֆիլմը, որ արմիության մասն էր, հետո ինքը հենց մաֆիոզ դառավ, բայց ես ուրախ եմ, որ մենք այդ բարքերը չունենք Հայաստանի Հանրապետությունում, բայց ինչ վերաբերում է ձեր ասածին, ապա ասեմ, որ Հայաստանի Հանրապետության պարագայում արմիությունները լիազորություններ արմիությունների չափազանց քիչ են եւ դա է պատճառը որ մենք այսօր նախաձեռնել ենք իդեպ հենց նախարարության հետ արմիությունների մասին օրենքի փոփոխություններ որովհետեւ այն լիազորությունների շրջանակը որը տրված է արմիություն այսինքն տրված չի ոչ մի բան էլ չունի արմիությունը որևէ ընդհանրապես կամավոր ինստիտուտ է չէ արմիությունը կամավորական ինստիտուտ ազդելու չունի ամեն ինչ թողնված է կոլեկտիվ բանակցություններին դրա մասին արդեն ասեցի եւ հիմա ինչ եք նախատեսում աշխատանքային հարաբերությունների հիմա մենք նախատեսում ենք արմիությունների մասին օրենքում փոփոխություններ որտեղ որ ավելի փորձում ենք արմիություններին շատ գործառույթ տալ, ավելի հզորացնել արմիությունների դերակատարում, օրինակ այսօր արմիությունները ունեն աշխատանքային օրենսդրության նորմերի կիրարկման նկատմամբ ոչ պետական հսկողություն։ Ինչ է սա տալիս։ Ոչ մի բան չի տալիս։ Ոչ մի բան մեծ իմաստով, երբ որ մենք խոսում ենք ոչ պետական հսկողության մասին, սկի պետական հսկողություն ունեցող աշխատանքի եւ տեսչական մարմնի լիազորություններն են քիչ։ Ուր մնաց թե ոչ պետականի մասով խոսեցիք տեսչական մարմնի մասին։ Մենք 2021 թվականից աշխատապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին լիազորությունները վերադարձվել են, բայց ամբողջությամբ չեն։ Այսօր աշխատանքի տեսչական մարմինը իրավունք չունի ուղղակի ցանկացած ժամանակ մտնել ցանկացած կազմակերպություն փորձել ստուգում իրականացնել, որքանով են պահպանվում աշխատանքային օրենսդրության նորմերը։ Պիտի անպայման լինի դրա համար դիմում մի 3 օրում ինքը զեկուցագիր գրի, հետո 3 օր առաջ իրանց տեղեկացնի, որ գիտես գալու եմ քեզ մոտ ստուգման, նայել իր մոտ ամեն ինչ լուծի խնդիրները ոչ մի, գնա ու արձանագրի, որ ոչ մի խնդիր չկա։ Այսինքն սա է մեր օրենսդրությունը այս առումով, այստեղ փոփոխության ենթակա է օրենսդրությունը այն դեպքում, երբ որ մենք վավերացրել ենք միջազգային կազմակերպության, աշխատանքի միջազգային կազմակերպության 81 կոնվենցիան, որը ասում է, որ տեսուչը ցանկացած ժամանակ, այդ թվում գիշեր ժամանակ իրավունք ունի մտնելու ցանկացած կազմակերպություն իրականացնելու ստուգում եւ արձանագրելու բնականաբար ցավոք սրտի մենք չունենք այսօր այդ լիազորությունը տեսչականին չենք տվել այսինքն պետական է ժամանակ կար որ ուներ այդ տեսչությունը կար այդ լիազորությունը ուներ բայց ոչ մի չէին անում
Միջև կարծեմ 2007 թիվը դա 14-ին վերածվեց տեսչության այդ լիազորությունը ազգային ժողովի թեթև ձեռքով այն ժամանակ, որովհետև ազգային ժողովում հիմնական ովքեր էին այն ժամանակ գործատուները խոշոր, եւ դրա համար տեսչականը, այսպես ասած, գրեթե փակ վիճակում էր։ Բայց այսօր տեսչականը ավելի գոն է, հա, ավելի ուզում է աշխատել, հիմա էլ գործիքը չունի։ Նու հուսամ մենք անընդհատ դրա մասին ասում ենք, տեսչությունը ինքը դե բնական է պետք է ամենի շատ դրա մասին ասի ու մտահոգվի ու ասում է, բայց դա բերում է նրան այսօրվա վիճակը, որ մենք օրինակ շինհրապարակում մահ ենք գրանցում։ Հենց նույն ապրիլի 28-ին մենք հա այդ Զորակի փողոցում ունեցանք շինհրապարակում, եթե տեսուչը ժամանակին կարողանար գնալ այնտեղ նայել, գուցե կանխարգելել այդ իրավիճակը եւ այդ մահը չգրանցեինք։ Ծայրահեղ վատ թվեր ունենք դժբախտ դեպքերի աշխատանքի վայրում, այդ թվում մահացու ելքով։ Այսինքն որտեղ ոչ ոք կանոնների չի հետևում։ Որովհետև մենք ասեմ ավելի, մենք չունենք էլ այդ կանոնները, Գևորգ, մենք չունենք առողջ եւ անվտանգ աշխատանքի ուրեմն ապահովման նորմեր, կանոններ ու ստանդարտներ, այն ինչ որ ունենք, իրենք վաղուց հնացել են։ Ճիշտ է, ուժի մեջ են, բայց իրենք հնացել են վաղուց եւ այսօր գրեթե չգործելու հավասար մի բան են ու շինհրապարակում թե գործատուն, թե աշխատող այդ հրահանգավորումը գուցե չեն էլ անում ու չեն էլ անցկացնում։ Իհարկե գուցե կան այնպիսի, ասենք, պատասխանատու տնտեսվարողներ, որոնք դա անում են, բայց մեծամասամբ այսօր մենք չգիտեմ, ստացվում է ոնց որ այնքան շատ շինթույլտվություններ ենք տվել, հատկապես Երևան քաղաքում ամեն քայլափոխին ունենք շինհրապարակ, բայց ոչ մեկ չի կարողանում չենք կարողանում վերահսկել այդ շինհրապարակի անվտանգությունը, որի համար ունենում ենք մահվան ելքով դեպքեր, այդտեղ էլ ասենք արմիություն չկա, ոչ մեկ չի կարող հսկել, որտեվ չկա չես էլ կարող մտնել, մենք ընդհանրապես կարող ենք դրա մասին բարձրաձայնել ասել, բայց տեսչականին էլ չենք տվել այն լիազորությունը, որ այդ մարդիկ գնան կարողանան ստուգել, եւ բացի այդ էլ մի ուրիշ հարց էլ կա տեսչական մարմնի առումով, իրենք ռեսուրսն էլ չունեն մարդկային, այդքան գուցե աշխատանքը, չգիտեմ, գրավիչ չէ, մարդիկ չեն գնում տեսուչ աշխատել, Գևորգ իման չեն ուզում դենց վրազ գնան տեսուչ աշխատել, բայց ո՞նց կլինի, մեր որովհետեւ աշխատավարձը ցածր է, պատասխանատվությունը մեծ։ Եվ այս այն դեպքը չի, ձեր ասած հայերս, ես մոտապես հասկանում եմ, չէ՞։ Սիրում ենք էլի ստուգել ուրիշների աշխատանքը։ Ստուգել, քննադատել եւ այլն, բայց քանի որ ինքը իրապես ծանրաբեռնված աշխատանք է, այս պարագայում տեսուչի աշխատանքը, շատերը չեն էլ ուզում գնալ այնտեղ աշխատել, իրենք միշտ թափուր հաստիկներ ունեն։ Ես ուզում եմ անդրադառնալ այդ մայիսի 1-ի տոն լինելու բանին, էլի գաղափարին։ Ես էլ ուզում անդրադառնալ, ասա։ Բայց հա իհարկե մեծի իրավունք։ Դա պետության բաներից մեկն է, էլի ինքը ստեղծում է ինչ-որ հերոսների կերպարներ։ Աշխատող մարդը հերոսն է, որը ստեղծում է ինչ-որ մի բան, որտեղ թե ինքը չստեղծի, բարիք ստեղծող է։ Հիմա մենք ունենք բանի հարկատունը մեզ համար հերոսը, եւ վարչապետը չի թաքցնում, անդադ ասում է կեցե հարկատուն, կեցե եսիմ ինչը եւ այլն, այդ քաղաքացիությունը որոշումա փողի հարկատված բանով փող տալի, այնքան ուրեմն դու իհարկե ստեղծագործական հիմա, բայց սա միայն այդ բանը չի, որ օրը կա, մայիսի 1-ը դե չեն կարող չնշեն, ամբողջ Եվրոպան նշում է, աշխարհը նշում է եւ այլն, չեն կարող այդպես ցրեն գնա, դրա համար ստիպված պայել են, բայց մյուս կողմը կա, օրինակ ասենք աշխատանքի գովերքումը։ Ես իհարկե հայկական սերիալներ նայելուց ես մեծ բան չունեմ, բայց ես չեմ հիշում այդպիսի մի հատ ինչ-որ հայկական ֆիլմ վերջին շրջանում նկարված, որտեղ երևա առավոտը գործի գնացող մարդ ու երեկոյան տուն եկող մարդ ու դա այդ պատմությունը ինչ-որ դրա վրա ինչ-որ բան ստեղծվի, կերպար լինի այդպիսին եւ այլն։ Ինչ-որ նայում են կամ կրիմինալը, կամ ինչ-որ օլիգարխներ են, կամ պատգամավորներ են, կամ ինչ-որ ավտոմատով մարդիկ են, կամ ինչ են եւ այդ աշխատանքի բանը, օրինակ ասենք հիմա ծիծաղելի է թվում, որ ասենք, չգիտեմ, սոցռեալիզմը, ինչ էին աշխատանքի գովք էին անում, բան էին անում եւ այլն, ինչ չարենց ունեն այդպիսի բանաստեղծություններ։ Բայց դա պետության պահանջն է ստեղծագործում։ Դասագրքերում չես հիշում, ասենք ոտանավորներ կան ռուսերենից, ասենք без работы, без труда не пойдет в поля вода։ Պայմար ռուսերեն, չէ՞ դրանք։ Դե Չէ՞ որ իվ բան անեմ ուզենամ բաներ։ Հայերեն էլ կա, ես չեմ հիշի, բայց հայերեն էլ կա, բայց այդտեղ պետք է դա ստեղծվի։
պետքա պետությունը պատվեր տա, պետքա ասի, որ ասենք ընկեր գրող, ընկեր պոետ, հա գնա գրի քո տվայտանքների մասին, զգացմունքների մասին, քո ինչը բանը, բայց այս մանկական բանաստեղծությունը պարտադիր այո, ինչը որ արժեք է, նրա մասին պետքա այո, եւ դասագրքում պիտի սա անպայման բան լինի, տեղ գտնի, ներառված լինի, որ ես սովորացնեմ, որ ճիշտ աշխատելն է։ Իսկ հիմա ինչ է ստացվում, ասենք աշխատանքի վայրում մարդը ծեծ աուտում, ոչ ոք դրա համար պատասխան չի տալիս, բանում կինոներում քիչ տեսնում աշխատող մարդու կերպար, դպրոցում քիչ սովորում աշխատող մարդու չգիտեմ ինչ եւ այլն, տեսնում ասենք գովերքումա որ բերում ես փոխտու դառի հերոս, ամենակարևորը մեզ փոխ տալն է եւ այլն, եւ որտեղ է պետք դա լինի։ Դա կարող է լինի մենակ ավանդույթով, երբ որ ասենք ընտանիքում երեխան տեսնում է, որ ասենք հայրը ոնց առավոտյան գնում գործի հետ գալիս, բայց դա ըստ նույնիսկ վիճակը գրական տվյալների, դա քիչ մաս է կազմում։ Ավանդույթի կատալիզատորներ են պետք։ Աշխատանքը քիչ է, աշխատավարձը քիչ է եւ այն իդեալները, որոնք տրվում են հասարակությանը, թանկ մեքենաներ, ընդամենը $5 միլիոն արժեցող, չգիտեմ, բնակարաններ, ես ինչեր եւ այլն, այդ աշխատանքը եւ այդ իդեալները, որոնք անդադ մեդիաներով բան են արվում, քարոզվում են, դրանք անհամատեղելի են։ Դու կյանքում չես կարող ասենք 200,000 դրամ աշխատավարձով գնաս ասենք $5 միլիոն տուն առնես, բայց ինչ որ ասենք սիրուն աղջիկները անդադ ասում են ընդամենը սա այսքան արժի։ Դա ազդում է մարդկանց վրա, դա առաջացնում է դժբախտության զգացում։ Դա առաջացնում է օտարացում, չգնահատվածություն եւ այլն, դրանից աճում է ագրեսիան, դրանից աճում է արտագաղթը եւ այլն։ Բայց ես ուզում եմ մի բան ասել, որ այդ նենց չի, որ այդ հիմա եղավ։ Նախ եթե հարկատուների մասով ենք ասում, ապա յուրաքանչյուր աշխատող հարկատու է։ Այսինքն ինքն էլ է հերոս, այտենց որ նայենք, բայց ես կարծում եմ, որ մենք դա այդ խնդիրը մեզ մոտ եղել է 90-ականներից։ Երբ որ մենք համատարած, ես ու դու երեխա ժամանակ համատարած տեսնում էինք, որ ով էր ավելի հարուստ ու ով էր ավելի լավ ապրում, ով չէր աշխատում, ու ուղղակի գնում էր, չգիտեմ, սրան վրա էր փողի բան դնում, հա, այն մյուսին էր դնում, չգիտեմ, եթերում կարելի ասել ռեկետ անել եւ այլն, ու իրանք ավելի հարուստ էին որպես այդպեսին։ Այդ ժամանակ մենք տեսանք, որ այդ մարդիկ, ովքեր թաղային հեղինակություններ էին, իրանք ինչ որ մեծ տուն ունեցան, չգիտեմ, ինչ ունեցան, բայց օրինակ իմ քո հայրը աշխատում էին, բայց մենք չունեցանք այդ տունը, օքեյ, ես չեմ նեղվում, որ մենք չունենք այդ տունը լավա, բայց կարծում եմ իմ արժե համակարգն ավելի լավն է, քան այդ։ Մեր ժամանակ հարուստ էր համարվում նա, որ վիդեո ուներ տանը։ Հա, ու այն բան Մարիոյի խաղ կարար տանը խաղար կամ Nintendo։ Բայց խնդիրը նրանում է, որ այստեղից է եկել խնդիրը։ Եթե օրինակ մենք այդ տեսել ենք մեզանից շատերը, հա, մենք ավելի լավ սերունդ էինք, իրական միշտ բոլորս ասում ենք, որ այ մեր ժամանակ մենք այլ լավն էինք, քան եկողը։ Բայց մեզանից է այդ ամեն ինչը սկսել, մեր սերունդից մենք ենք տեսել դա, ու մեզանից շատերը, մեր սերնդակիցներից շատերը փաստորեն ստացվեց տեսան դա ու իրենց երեխաներին այդպես դաստիարակեցին։ Այդ երեխաները այսօրվա սերունդն են կամ գուցե արդեն այդ երեխաներն են սերունդները, բայց այդ վատ սովորույթները դարձան մշակույթ ու ստացվեց, որ ով որ քիչ է աշխատում կամ ով որ ավելի հեղինակություն է, թաղային է եւ այլն, ինքը չի գնում, չգիտեմ, գիտնական դառնա, ինքը չի գնում մաթեմատիկ դառնա, ինքը չի գնում երաժիշտ դառնա, որովհետեւ ինքը տենց ավելի շատ փող է աշխատելու։ Այսինքն գնահատման միավորը աշխատանքի արդյունքն է արտահայտված գումարով։ Ոչ թե բարիքն է, ոչ թե ջանքն է, ոչ թե ստեղծարար ջիղն է, այլ արդյունքը արտահայտված գումարի չափով, սա է, երբ որ դառնում հանրության համար գլխավոր ուղենիշը, բայց մաս կա էլի։ Այդտեղ այն է հարցը, որ կապիտալիզմը նյութն է։ Որտեղ դու պիտի կարողանաս այդ հոգևոր, չգիտեմ, ինչը պահես։ Ես ինձ իմ հարցը այն է սկզբում, այ դրա համար էլի այդ հարցը բանալեցի, որովհետև մայիսի 1-ը մեզ համար, այն նախ ես չգիտեմ, օրինակ հիմա աշխատավոր ենք, թե աշխատավոր չենք, օրինակ։ Եվ երկրորդն էլ, հա, պրոլետարներ ենք։ Մենք բոլորս աշխատողներ ենք իրականում, եւ բոլոր աշխատող մարդիկ իրենք բարիք ստեղծողներ են, իրենք արժանի են արժանապատիվ աշխատանքային պայմաններ ունենալուն։
եւ երբ որ ես ասում եմ հա տոն չէ, բնական է ոչ աշխատանքային օր է, ուղղակի ոչ աշխատանքային օր հանգստացան, բայց ինքը այն տոնը չէ, որը մենք սովոր ենք տեսնել օրինակ սովետական միության ժամանակ, երբ որ վաղուց սանդալը առել էին եւ մենակ այդ օրը առաջին անգամ կարող էին հագնել ու փուչիկով գնալ դուրս։ Չէ, այդ չենք մենք ասել, ժամանակները լրիվ փոխվել են։ Բայց ավանդույթները շարունակվում են, ավանդույթները, ծեսերը շատ ուշ են դուրս գալի եւ օրինակ այդ մնացել այդ բանը, որ մայիսի 1-ին բացվում է գազանանոցը։ Ու մարդիկ մինչև հիմա գազանանոցը հա, բացում են բանին, մայիսի 1-ին, օրինակ ասենք ինչ կապ ունի, ինչի պիտի հիմա։ Դե օրերը տաքանում են պայմանական օրերը տաքանում են։ Ես հիշում եմ, որ մայիսի 1-ին կարուսելներ սկսում են աշխատել մայիսի 1-ից, որով այդ այգիների կարուսելները այդպես էր։ Բայց հիմա քանի որ դա ասենք չես կարա Սամվել Կարապետյանին կամ ասենք չգիտեմ մյուս ասենք մոլերի տերերին ասես որ փակեք կարուսելները բացեք մայիսի 1-ին դա պետք է անդադ աշխատի որ փող բերի, բայց այն ինչը որ պատկանում է քաղաքապետարանին դա աշխատում է սովետի տրամաբանությամբ։ Բայց կներես քաղաքապետարան պատկանող կարուսելները քո ասած եւ այգիները իրենք բացօթյա են։ Իսկ մոլերում վերջ։ Չէ, ինչի մանումենտը կա։ Մանկական այգում էլ հա մանկական եկատողում չկա քանդած, բայց այդ ձեր ասած մոլերը քանի որ ծածկի տակ են, դու իրան չես կարող ասել ուղղակի մի աշխատի, որտեղ մայիսի 1 պետք է գա, բայց այն ինչը որ բացօթյա է, գուցե սովետական միության ժամանակ հենց դա էլ այնց բաններ, որ հիմա ես ուզում եմ մի ուրիշ կողմի անդրադառնամ, այստեղ կա մի ուրիշ կողմ, էլի։ Մենք ունեինք սոցիալիզմ, որը ինչ որ ձևի աշխատում էր, ասենք այդ աշխատանքային իրավունքներ, արմիություններ, ես ինչ որ բաներ որ կային։ Հետո մենք անկախացանք եւ որոշեցինք, որ պիտի կառուցենք լիբերալիզմ, կապիտալիզմ, չգիտեմ ուրիշ բան, եւ քանդեցինք լրիվ այն, ինչը որ կար։ Այսինքն ինչ որ համակարգեր կային, որոնք աշխատում էին, բայց մենք դա լիովին քանդեցինք։ Մենք դաբանություններ ու չկարողացանք նորը կառուցել։ Ու մտ շատ լավ խոսք ասում եմ, մենք ուզում էինք շուկայական տնտեսություն, բայց կառուցեցինք շուկայական հարաբերություն։ Այսինքն լրիվ տիպիկ հայկական իրականության մասին բան է։ Այսինքն չես, ասենք պետքա տուն վերանորոգես, չէ՞, բայց ինչ որ բան կա, որ վերանորոգման կարիք չունի, ասենք չգիտեմ, բանը պարկետը լավն է, ասենք հատակը լավ վիճակում է գտնվում, փայտը ինչ ես հատակը փոխում, իմաստ չունի, չէ՞։ Դու դա ասենք մի քիչ դզմզում ես, ներկում ես, ես իմ չես անում եւ այլն եւ դրա վրա կառուցում ես։ Հիմա մենք այդ բանը մեր մեջ չունենք։ Այսինքն մենք ուզում ենք 0-ից կառուցենք, ընդ որում դա նոր բան չի։ Եվ ասենք քանդել հեթանոսությունը, սարքել քրիստոնեություն։ Թամանյան եկավ 5 քաղաքը սկսեց քանդել, նոր Երևաններ կառուցում։ Հետո ուրիշ ճարտարապետներ եկան, սկսեցին Թամանյանին քանդել, իրանք են կառուցում։ Այդ բանը, որ ասենք քանդենք 0-ից սարքենք, դա, չգիտեմ, մեր տեմպերամենտի հետ է կապված, խելքի հետ է կապված, չգիտեմ, ինչ հետ է կապված, բայց դա մեր մեջ կա, ասենք քանդենք, հետո կարող չստացվի։ Եվ ի վերջո դրա սիմվոլով է Նիկոլ Փաշինյանը։ Քանդենք, ջանդամ, թե հետո չի ստացվի։ Օրինակ ես չեմ հավատում, ինքը ոնց է ակադեմիական քաղաք սարքել, ասենք տեղից ինչ-որ բուհեր կան, որոնք sense հազիվ-հազ քրքաշ իրաց գույցը քաշ են տալի։ Իսկ դուք պետք չեն բուհերը, որ հազիվ-հազ քաշ են տալիս իրենց։ Դե փակենք, դառնանք բան։ Փակենք, այո։ Ղարսի խորոված սարքող երկիր։ Չէ, բայց եթե իրական ես այնպես չի որ շատ այնց կիսում եմ այդ ակադեմիական քաղաքի գաղափար, որտեղ կարծում եմ որ ինքը իր մեջ լիքը դժվար ու խնդիրներ է բերելու իր հետ, բայց այն բուհը կամ այն ուսումնական հաստատությունը, որ հասիվ քաշ է տալիս իր գոյությունը, այդ դեպքում ինչի համար է ինքը։ Եթե ինքը ուսանող նրա համար է որպեսզի ձեռքից բռնես, կամած բարձրացնես վերև այդ ոչ թե փակելով կամ իմ ասած ելն չեն, դա է օպտիմալացնելա պետք է դեպքում իրեն։ Գուցե կրթական ծրագրերն եւ ոչինչ չանելը դա շատ հեշտ է։ Իրականում այ ես համաձայն եմ, որովհետեւ ես նաեւ համաձայն եմ այն գաղափարից, որ նույն խորհրդային միությունը բավականին լավ բաներ ուներ, որոնք պետք է ժառանգել ու բերել, բայց մենք Իրանից ժառանգել ենք մենակ վատ բաները, անկեղծ։ Այդ շատ վատ բաներ ժառանգել ենք, բայց այն ինչը որ լավ էր, մենք բոլորովին չենք ժառանգել։ Օրինակ, սովետական միությունը, երբ որ ինչ-որ մի օրինագիծ էր ստեղծում կամ ինչ-որ իրավական ակտ էր ստեղծում, հետազոտություններ անում, հա, բավականին մեծ հիմնավորումներ դնում դրա տակ։ Այսօր մենք ինչ ենք անում, մենք չունենք այդ ինստիտուտը։ Ինչ որ ՀԿ-ները լավ կամ վատ անում են ինչ որ հետազոտություն, որը գուցե, չգիտեմ,
չեմ ուզում որևէ մեկի որևէ մի ՀԿ-ի վիրավորել, բայց ամեն դեպքում արդյոք ինքն էր այն պատկան կառույցը, որը պիտի օրինակ այդ հետազոտությունը անում են այնքան, ինչքան փոխտվողը ուզում է եւ ինչ պատվեր, որ ինքը ստացել է։ Բայց չէ որ դա պետական բան է, հա, պետության համար է դա կարևոր։ Ու խորհրդային միությունը, երբ որ ինչ-որ մի բան ուզում էր անել, այդ իր գիտահետազոտական ինստիտուտները հենց դրա համար էին, որպեսզի ցանկացած իրավական ակտի տակ հիմնավորումներ լիներ։ Այսօր մենք նվազագույն աշխատավարձ ենք սահմանում, տակը հիմնավորում չկա։ Չունենք նվազագույն ակադեմիական քաղաք ենք բացում, տակը հիմնավորում չկա։ Ում համար է օրինակ նվազագույն աշխատավարձը։ Մեր պարագայում բոլորի։ Բայց արդյոք բժիշկը եւ մաքրուհին պիտի նույն նվազագույն աշխատավարձը ստանան։ Մեր պարագայում դա կախված է գործատուի կամքից։ Ինքը բժշկին 150,000 դրամ կտա, թե 75,000 դրամ կտա, որովհետև մենք մեխանիզմ չունենք նվազագույն աշխատավարձի սահմանմանից, դրա համար պետք էր հետազոտություններ, դրա համար պետք էր հասկանալ օրինակ զամբյուղն ինչ է, զամբյուղի կազմն ու կառուցվածքը ինչ է, ինչ բյուջե դա պիտի ունենա, այս բոլորը չունեն, 2004 թվականին ընդունել ենք օրենքը այդ զամբյուղի մասին, մինչև այսօր մատը մատին չենք տվել, որպեսզի կառավարության որոշմամբ ունենանք որոշակի ուրեմն սահմանում, թե ինչ պիտի լինի, դա իրենից ինչ պիտի ներկայացնի։ Իդեպ հենց օրենքում գրված էլ է, որ կառավարությունն է սահմանում, բայց որևէ կառավարություն մինչ այսօր դա չի սահմանել։ Որովհետև չգիտեն ինչ անեն։ Լղոզում են, լղոզելը հեշտ բան է։ Նույնը վերաբերում ասենք օրենքները կիրառելուն։ Օրինակ դու ասում ես ինչ կապ ունի, չէ՞, ասենք պետությունը, տեսչությունը, չգիտեմ ինչը։ Օրինակ ասենք բանը, հիշում ես, որ ինձ ուզում էին հանեին համասանց, որ պայմանագիրը սարքել էին ժամկետով, հետո դատական բան եղավ, վճիռ եղավ, որ չի կարա նախադեպ կա, որ ասենք եթե անժամկետ պայմանագիրը դու չես կարող ժամկետով սարքես, ամբողջ վարչությունը սարքեցին անժամկետ, բայց համասանքը չվերաբերեց, ասենք համասան, ինձ թվում էր, որ ասենք ամբողջ բոլոր համասանականների պայմանագիրը պետք է վերանային, բայց դա վերաբերեց միայն ասենք իմ վարչությունը, որտեվ իմ հետ էր խնդիրը եւ այդպես ինձ լրացնելու համար եկան ինչ-որ կոմպրոմիսի, բայց այդ բանը օրինակ ասենք պետության ղեկավարը ասի կապ չունի էլի դու ով ես ում հետ ինչ հարաբերությունն ես եւ այլն սա օրենքա դատարանի վճիռը չգիտեմ ինչ է եւ այլն կամ էլ ուրեմն այդ վճիռը փոխի կամ էլ ասա որ ասենք այս վճիռն է սխալ չգիտեմ սահմաններական դատարան դիմի ասա որ թող վճիռը փոխեն բայց այդ բանը որ միանման պիտի լինի դա շատ կարևոր բան է դա է օրենքը դա է պետությունը օրենքը պիտի միանման կիրառվի ցանկացած մեկի նկատմամբ բայց հանուն արդարության ուզում եմ նշել որ մենք այսօր օրենքը ավելի շատ ենք աշխատեցնում աշխատանքային իրավարարությունների դեպքում քան նախկինում որովհետև օրինակ նախկինում գոնե Հայաստանի ամուսնների կոնֆեդերացիան գրեթե դատական գործ չէր ունենում 1-2 տարվա ընթացքում լավագույն դեպքում ես հիշում եմ 2008 թվականին մենք մի գործ ունեինք դատամ ճիշտ է երկար է տևում եւ այլն բայց ընդհանրեն այդ մի գործն էր որը մի 2 տարի տևեց մի 2 տարի մենակ այդ գործն էր այս տարի 2024 թվականին մենք 16 դատական գործ ենք ունեցել 14-ը շահել ենք։ Ես ասեմ, որ Օրագի News-ը շատ ավելի շատ դատական գործ ունի։ Չէ, դա հասկանում եմ, բայց դե խնդիրը սա է, աշխատողը ուզում է դիմել դատարան, սա իրազեկվածության բարձրացման արդյունք է, որ ինքը չի վախենում, որ ինքը մտածում է, որ ինչի ոչ, բայց արի համաձայնի, որ 16 գործը դեռ թիվը չի։ 16 գործը քիչ է, ես բան չունեմ ասել։ 600,000 աշխատող ու դրա մեջ կա 16 դատական գործ, այո, նո 600,000-ի բոլոր 600,000-ը չեն, որ արմենիան անդամ են, այդ ինչքան են անդամ։ 191,000-ն են եւ մենք ընդամենը 655 բողոք ենք ունեցել անցյալ տարի, որոնք խորհրդատվության կամ միջնորդագրերի միջոցով լուծում են ստացել եւ իմիջիալոտ ասեմ ոչ բոլոր բողոքներն են եղել, որոնք օբյեկտիվ իրապես ճիշտ են եղել շատ դեպքերում նաև աշխատողները բողոքում են բայց մեղավորն իրենք էին այստեղ էլ բացատրական աշխատանք բայց այս բոլորը ասենք նույնը ես չեմ կարող ասել օրինակ 2000 չգիտեմ 10 թվականին 17 թվականին կամ չգիտեմ 2004 թվականին հա այդ տարիներին ընդհանրապես ոչ մեկ չէր խոսում իր աշխատանքային իրավունքից նախկիններն էին չեմ ուզում նախկիններն էական չեն բայց այստեղ մարդու իրավագիտակցության մասին է խոսքը այսինքն մենք ինչպիսի աշխատող
կարող ունենք իրավագիտագից, թե ուղղակի ինչ տվել են, դա էլ ուղղակի ստորագրել առանց կարդալու, ոնց որ բանկում վարկ են վերցնում, հետո մտածում են վայ, ոնց եղավ, որ այսքան տոկոս եղավ, այս մշակույթը պիտի, այս վարքականոնները պիտի ունենա մարդը, որպեսզի ինքը երբ որ ինչ-որ մի բան ստորագրում անպայման կարդա։ Շատ դեպքերում պայմանագիրը խախտում են, ասում են խախտվել է այն պայմանագիրը, բացում ես ոչ էլ խախտվել են, ուղղակի չգիտեր, որ այդպես չի։ Այս բոլորը այնքան խորքային են ու ամենօրյա իրազեկվում ու երբ որ ասում ես սերիալների երբ որ ասում եք այդ սերիալների եւ այլնի մասով ես միշտ ասում եմ որ այդ սերիալի փոխարեն օրինակ խոսեք աշխատանքի անվտանգությունից օրինակ ստեղծեք մի հատ այդ սերիալ լավ թողանու սերիալ լինի, բայց որտեղ որ խոսում ենք աշխատանքի անվտանգությունից կամ այդքան, չգիտեմ, խաղատները, վիվարոները եւ այլն ռեկլամելուց, հա, այդ գովազդելու բացի, գոնե դրանից բացի գովազդեք նաև այդ աշխատանքային իրավահարաբերությունների հետ կապված։ Մենք փորձեցինք մեր նկարած տեսահոլովակները, որոնք որ մենք իրազեկման համար նկարահանում ենք, ուզեցինք դա այնպիսի գներ եղավ մեդիա դաշտում հեռուստատեսության մասով, որ ուղղակի հնարավոր չէ տեղավորվել այդտեղ։ Այսինքն այս պետությունը ունի անելու Հա, բայց մասնավոր հեռուստաընկերություններին դա չի վերաբերում։ Իսկ համեկին էլ չի վերաբերում։ Համեկին էլ չի վերաբերում։ Իրանք մարքեթինգ են դա ընդունում։ Իհարկե, համեկը վերցրել է բան։ Մարդամեկի աշխատավարձը բարձր բավոնց վճարեն։ Իդեպ, այս աշխատանքային օրենսդրության շրջանակներում ես կարծում եմ նաև, ու ոչ թե կարծում եմ, ես այդպես եմ հասկացել, որ խտրականության բաղադրիչը շատ թույլ է արտահայտված, այսինքն խտրականության հիմքով, որ մարդու աշխատանքային հարաբերություններում խնդիրներ են առաջանում, հենց մեկը չգիտեմ, Գևորգի պահով ասեմ, թե իմ պահով ասեմ, լավ, այսպես։ Իմը որ կոնկրետ ասենք քաղաքական հայացքների եւ գործունեության երբ որ աշխատանքային ասենք տեղի ունեցել խտրականություն։ Ես իմ խտրական վերաբերմունք չի կարող լինել։ Գործառույթի համար չեմ, էլի, ոչ անգրագետ եմ եղել, որ ասենք ազատել են, ոչ կաշառակեր եմ եղել, ոչ բան, բայց քաղաքական հայացքների համար ասենք բան է լինում, էլի, ես որքանով հասկացել եմ, մեր մոտ, քանի որ դրա մասնագետը չեմ, թույլ չեմ տալիս էլի խոսել թեմաներից, որոնց մեջ շատ չեմ հասկանում, բայց որքանով հասկացել եմ, հենց այստեղ եւս կարգավորման բան գոյություն ունի, մեծ բաց գոյություն ունի։ Աշխատանքային օրենսգիրքը այս մասով հստակ է։ Ինքը ասում է, որ բացառել ցանկացած հիմքի վրա Գուցե հատուկ խտրականության օրենսդրությունը։ Բայց այստեղ խնդիրը այլ է, թե բնական է, չէ, ձեր ազատման հրամանի մեջ ոչ են գրել քաղաքական հայացքների համար։ Չէ, ասում են ժամկետը լրացել է, բայց ասենք մի 1500 այդպեսի դասախոսի ժամկետ։ Այդպեսի դատական գործ են ունեցել, երբ արմիության նախագահի հանդեպ էր խտրականությունը, իր հետ լուծել էին աշխատանքային պայմանագիրը, այլ հիմքով, բայց բոլորս հասկանում ենք, որ խտրականության հիման վրա, որտեղ ինքը արմիության նախագահը անդադ խանգարում գործատուին իր գործի մեջ անդադ ասում է սենց չէ սխալ եք անում ես ճիշտ եք անում եւ այլն եւ աշխատողին ազատել էին աշխատանքից մենք դատարանում հասանք նրան որ ապացուցեցինք որ սա խտրականության հիման վրա ազատում է եւ աշխատող վերականգնվեց աշխատանքում այսինքն էդ էլ է հնարավոր ուղղակի այնքան եզակի են այս դեպքերը, այնքան քիչ են լինում այս դեպքերը, որ իրենց հնչեղությունը քիչ է դառնում։ Ինչքան շատ լինեն այդ դեպքերը, այնքան ավելի հանրությունը դրա մասին ավելի շատ կիմանա ու գործատուն էլ մի քիչ ավելի զգաստ կլինի այս առումով, օրինակ կմտածի, որ եթե կարելի է դատարանը ապացուցվում է, որ դա ոչ թե այս հիմքով էր, այլ հենց տողատակը խտրականության դեպքներ, ինքը երկու անգամ կմտածի նման պարագայում աշխատանքային իրավարաբերությունները դադարեցնելու ժամանակ։ Ես կարծում եմ Էլեն ջան, որ մենք ունենք իրականում երկկողմանի խնդիր էլի։ Համ աշխատողն է անպաշտպան իրականում, համ գործատունն է անպաշտպան, որովհետև մի կողմից լուրջ եմ ասում։ Օրինակ ասենք համասարանում այդ հիերարխիկ բանը, հա իհարկե, բայց Նիկոլ Փաշինյանի հետ ինչ ասես կարա անի, ինչ ասես, ինքը ում պիտի դիմի։ Պիտի գա ինձ դիմի, որ ես իրեն պաշտպանեմ։ Ուզում ասեմ, ինքը շատ իրական ինքը աննախանձելի վիճակում է գտնվում։ Իր հույսի ինչ-որ մարդիկ են, որոնք գիտի, որ ասենք մի 5 տարի առաջ այլ հայացքներ ունեցել եւ հիմա էլ սպասում են, երբ ոդկա սայթակելու, որ իրեն հոշոտեն։ Իրականում պատկերը դա է։ Բայց հիմա մեծ հաշվով, ասենք համասարում այդ հիերարխիկ համակարգը որ կար, չէ՞, մարդիկ ասենք դողդղալով իրենց ղեկավարներին եւ այլն, որտեւ ասենք ժամկետը գալիս է եւ միանձնյա որոշում է, որ կուզեմ կհանեմ, կուզեմ չեմ հանի, կերկարացնեմ ժամկետը։
ոչ մի վերադաս մարմին չկա, օրինակ չկա այդպեսի բան, ասենք մեկը դեկային ասի, ոնց էս ասենք, այս տաղանդավոր մարդն դուս տուժել կամ ոնց է։ Միակ բանը որ կարող ասի, ասենք ընդդիմադիր հայացքներ ա ունեցել, Լևոնական է, Սերժական է, Քոչարյանական է, չգիտեմ ինչական է եւ դրա համար հանել է։ Միշտ էլ դա եղել է շատ, ասում ես, հիմնավոր բան, որ շառա բան են, բայց այդ տաղանդավոր մարդիկ իրական միշտ շառ են, այսինքն տաղանդավոր մարդիկ միշտ ուրիշ ձև են մտածում, դրա համար իրենք բան են, պիտի իրենք համասան պաշտպանված են, այս մեկ, երկրորդ, ասենք դու ուզում ես ազատվես ինչ-որ աշխատողից, ես համասան ունեի մեծ օպերատոր, որ նկարել չգիտես, չէր կարող ֆոկուսի մեջ նկարել, 80 տարեկան կնիկ էր, որ չէի կարում, չէի իրենց ազատվեի, որտեվ իր ոչ մի բան չկար, որ ասենք ինքը ինչ պիտի կարողանա անի, ինչ չպիտի կարողանա։ Պաշտոնի անձնագիր պիտի ունենար Չունի, չկար այդ բանը։ Այդ գործատուի խնդիրն է։ Ու ասենք բանի գեղամի կնգա, ռեկտորի կնգա ընկերուհին էր, եսի միշն էր, ով ասես զանգում էր, ով ասես եսի ինչ էր անում, իրեն չհանես, ինքը չքեշում այդ պատմությունը։ Բաներ ասում եք կամ էլ չեք ունենալու վիդեո, կամ էլ ես չկարեցա արխիվը ստանամ, ինքը ասենք 100 տարի նկարել էր, հետո տուն էր տարել ու բաներ անում։ Գժանոց էր մի հատ իսկական։ Համասանի արխիվ չունի։ Ինչ որ ես ստեղծել եմ այդտեղ, ես վստահ եմ որ հիմա էլ ոչ ոք այնտեղ ոչ մի բան չի անում։ Հիմա բայց այդ պահը շատ կարևոր է, որ ոնց է լինում այդ օրենսդրությունը ով է գրել, որ համ աշխատողն է անպաշտպան, համ գործատուն է անպաշտպան։ Դու չես կամ հիմնավորես, որ ասենք այս մարդը չի համապատասխանում իր բանին։ Կարող եք հիմնավորել, ուղղակի պետքա ճիշտ աշխատացնել օրենսդրությունը։ Հիմա տվյալ պարագայում ձեր դեպքում դուք գործատուն մեղավոր այնքանով, որ տվյալ աշխատողը չունի պաշտոնի անձնագիր։ Ոչ ոք չուներ։ Դե հիմա կապ չունի, ինքը չունի, վատա որ որևէ մեկը չունի պաշտոնի անձնագիր, որովհետև մարդը պիտի ունենա աշխատողը պաշտոնի անձնագիր եւ ատեստավորումը աշխատողի դրված է գործատուի վրա, այսինքն գործատուն է որոշում աշխատողի հմտությունների եւ ունակությունների համապատասխանությունը մասնագիտական տվյալ աշխատանքում։ Եթե դուք ունենայիք պաշտոնի անձնագիր, եւ այդ պաշտոնի անձնագրում գրված գործառույթների հիման վրա իր համար անեիք ատեստացիա, ապա դուք հանգիստ կկարողանայիք ասել, որ այս մարդը ատեստավորումը չի անցել եւ ես լուծում եմ իր հետ աշխատանքային պայմանագիրը։ Գործատուն աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածը բազմաթիվ կետեր է տվել աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու համար։ Եվ այս բոլոր կետերը շատ լավ կիրառելի են, ուղղակի իրանց պետքա ճիշտ կիրառել, այսինքն այս պարագայում գործատուն էլ պիտի մասնագիտական առումով ունեն այնպիսի մասնագետներ, որոնք ճիշտ խորհրդատվություն կտան գործատուին, պարզա չէ, որ տնօրենը պարտավոր չամեն չի իմանալ կոնկրետ աշխատանքային օրենսգրքի մասով։ Այսինքն պետքա ուղղակի ճիշտ կիրառելիություն ունենալ եւ երբ որ մենք խոսում ենք աշխատանքային օրենսգրքի մասին, ինքը ոչ աշխատողի համար է, ոչ էլ գործատուի համար լավ կամ վատ է, հա, ինքը պիտի համակարգի այս երկուսին։ Իրականում այսօրվա օրենսգիրքը հնարավորինս համակարգող է ու ավելի լավն է, քան նախկինում։ Ուղղակի պետք է իրեն ճիշտ կիրառել։ Երբեմն լինում է գործատուները, օրինակ կարգապահական տույժի սխալ կիրառումը ով է մեղավոր։ Գործատուն, որտեղ սխալ է կիրառել, օրենքը հստակ է գրած։ Կարգապահական տույժ կիրառելուց առաջ կանչի մարդուն ուզի գրավոր, իրանից ուզի գրավոր բացատրագիր։ Քանիսն են ուզում այդ գրավոր բացատրագիրը, այն էլ գրավոր ձեռքով։ Իսկ 3 անգամ ուզել են, 3 անգամ տվել են նկատողություն շաբաթը մեկ գործատունն է որոշում, հա, այդ որ ասում եք չեմ կարող ազատել։ Նորմալ է, երբ որ դու տալիս ես գրավոր, նախ գրավոր ես ուզում այդ բացատրագիր ու գրավոր ներկայացնում, արդեն այստեղ արդեն ճիշտ, բայց մեր դատական գործերի մեծ մասը այդ բացատրագիրը չուզելու հիման վրա, նույնիսկ եթե աշխատողը սխալ է եղել, վերականգնում է աշխատանքում, որովհետև չի պահպանվել օրենսդրության դրույթները։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք չիմացության մասին, իրազեկվածության բացակայության մասին, սա միայն աշխատողին չի վերաբերում, շատ դեպքում նաև գործատուին է վերաբերում, հոդվածները սխալ են կիրառում, աշխատողը հանգիստ եթե դեպքում ավելի ուշ բան կար, որ այնտեղ բան կար, հայցի ապահովում կար, բայց բանը գործատուն չարեց։ Քրեական գործ է, բայց հետո գնացին Ջահանգիրյանի խնդրեցին, Ջահանգիրյանը լուծեց այդ հարցը եւ ինձ ասացին, որ այդտեղ չկա բան, քրեական հոդված էլ է։ Մենք իրականում մենք գիտենք, որ կա։ Երկրորդ թեմա, ավարտենք։ Թեման փակեք երևի։ Ուրեմն այո, այս շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունն այն էր, որ ընդդիմության մի թևը սկսեց process impeachment-ի գործընթաց, Նիկոլ Փաշինյանին impeachment հայտարարելու, բայց արդեն ուրեմն հայտնի է, որ Հայաստան դաշինքը
պատասխանեց հայտարարությամբ, որ մինչև դրսում մարդիկ չլինեն եւ մինչև այն պակասող падգամավորները ստորագրես չունեն, իրենք չեն միանա։ Ու պարզավ, որ այս եւ այդ impeachment-ը եւ այս պատասխանը ավելի է խորացնելու ընդդիմության մեջ եղած անջրպետը, նոր հրաձգությունների, նետահարությունների, չգիտեմ ինչերի առիթը դառնալու եւ ուրեմն մենք չգիտեմ ինչ ենք տեսնելու, էլի հակառ ռեյտինգի աճ ենք տեսնելու, չգիտեմ հրաձգություններ ենք տեսնելու եւ այլն, բայց դա էլ նշանակում է, որ իրականում ոչ բոլոր կողմերն են, էլի ազնիվ եւ իրոք ուզում Նիկոլ Փաշինյանի հրաժարը կնա։ Այս թեմայի հետ կապված իմ դիտարկումը հետեւյալն է։ Անկախ նրանից կոնկրետ Հայաստան դաշինքը ոնց է մտածում, մտնենք մի բանի մեջ, որ իրատեսական է, իրատեսական չէ եւ իրենք սա գնահատում են ոչ իրատեսական կամ չեն վստահում impeachment գործընթաց նախաձեռնող կողմին, մեղադրում են, ասենք, ոչ ազնիվ նպատակների մեջ, շարունակվում է այսպես ներընդդիմադիր դաշտում իրար խփոցին եւ այլն։ Ընդհանուր առմամբ այս երևույթի հետ կապված էլ ես իմ ասելիքը այս երևույթի հետ կապված, որ անկախ ամեն ինչից impeachment-ը պետքա շուտ լիներ, թող այսօր լինի կամ թող, չգիտեմ, երբ ուզում է լինի, այս impeachment-ը դահապես Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հերթական անգամ եմ էլ ես առիթ ուզում օգտագործել ասելով շատ եմ ասել, բայց անընդհատ պետք է ասենք մի բանը 100 անգամ էլ լինի, պետք է ասել, որ սա քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների, հատկապես հետևի նստարանին նստող падգամավորների համար կարևոր փրկողակ է։ Նրանք, ովքեր որ իշխանական ռեսուրսներից, բարիքներից այդ չափով չեն օգտվում, ինչպես նրանց այն առաջին նստողները, առաջին շարքերում նստողները, ավելի շատ այսպես խոսողները, որովհետև պատասխանատվության բեռը չափազանց մեծ է, որ իրենց վրա է լինելու։ Նրանք բոլորը չէ, որ կարողանալու են այդ պատասխանատվությունից խուսափել։ Մի մասը, ովքեր որ օրինակ հարստացել են, չգիտեմ ինչ են արել, այս ընթացքում արտասահմանում ինչ-որ տներ են կարողացել ստեղծել եւ այլն, գուցե կարողանան գնալ, որովհետեւ իրենք հավերժ չեն լինելու, ակնհայտ է, որ հավերժ չեն լինելու։ Ու նրանց մեծ մասը շարունակելու են մնալ, ապրել այստեղ իրենց հարազատները։ Ու սրանից բխող բոլոր բաներով, հետևանքներով, ինչ հետևանքներով, որ մարդամեջ չեն կարողանալու դուրս գան, որովհետև իրոք իրենք արել են քայլ, իրենք պաշտպանել են մի իշխանության, որը շատ մեծ հանցանքներ է գործել երկրի ժողովրդի հանդեպ։ Իրենք այդ դրա պատասխանները չեն կարողանալու տալ, որ չեն կարողանալու ասել, որ դե գիտեք ինչ, մեզ ժամանակին չէիք ասել, չէիք զգուշացրել։ Անկախ իրատեսականությունից այս գործընթացի եւ դրա նեղ քաղաքական նկատառումներից ես այս գործընթացի այդ պատկերն եմ ուզում շեշտել, այդ կողմն եմ ուզում շեշտել, հենց քաղաքացիական պայմանագրի պատկերը։ Մենուա ջան, ինչ որն է, էլի, ինչի վրա ես հենվում, որ ասում ես, որ չեն կարողանալու փողոց դուրս գան։ Ինչն է քեզ նախադեպ կա այդպեսի։ Ես հիմա Չէ, միջև հիմա մենք ունենք 5000 տարվա պատմություն։ Կա նախադեպ դրա։ Այսպիսի վիճակ չի եղել։ Եղել է։ Չէ։ Դե լավ, արի չգնանք ավելի վատ վիճակ էլ եղել, չէ։ Արի միջնադար չգնանք, Գևորգ ջան, այսպիսի վիճակ։ Ասեմ, թույլ տուր ասա։ Հայաստանում կա երկու հատ մայիսյան գյուղ։ Ինչի անունով են այդ մայիսյան գյուղերը։ Ինչ կապ ունի։ Ոնց։ Հայաստանի Հանրապետության դեմ ապստամբություն են բարձրացրել, այդ ապստամբությունը եղել է մայիսին, այդ մայիսյան ոչ թե հերոսամարտի անունով, այլ այդ ապստամբության անունով։ Հիմա Հայաստանի Հանրապետության դեմ բարձրացել է ապստամբություն, հետո օկուպացիոն զորք է եկել Հայաստանի Հանրապետությունը գրավել է, այդ ապստամբության անուններով գյուղեր է կոչել։ Մինչև հիմա այդ ապստամբության հերոսների անուններով դպրոցներ կան, կիսադրիներ կան, չգիտեմ ինչեր կան եւ այլն։ Լավ է Ղուկաս Ղուկասյանի բանը հանեցին այդ բանի հանրային գրադարան դիմաց։ Կաթարբեկյանի անունը փոխել են։ Կասյանը միջև հիմա կա, հանել են իբր անունը, բայց անունը խանութներական դրած է։ Այդ բան կերպարը չէր, այսպես ասած, այդ դպրոցներ կան գյուղերում։
Պատմաբաններ կան, որ ասում են հրաշալի մարդեր, չգիտեմ ինչ էր։ Դա այն ժամանակվա համար Հայաստանի Հանրապետությունը չի պատժել իր ուղերիչների բան։ Արի դրա մեջ բան չանենք էլի, չխորանանք, որովհետև այդ պատժելը նաև այդ նույնն է, որ դու պահանջես ամբողջ խորհրդային անցյալը մերժել, որովհետև այդ քո ասած իրադարձությունների հետևանքով կամ դրանց արդյունքում եղավ խորհրդային հանրապետությունը իր բնական եւ բացասական բոլոր կողմերով համ ունենալ Մայիսյան գյուղ, համ ունենալ Հայաստանի Հանրապետություն։ Դու խոսում ես Մայիսյան գյուղի մասին, ես խոսում եմ նրա մասին, որ 120,000 մարդ տնավեր բնավեր է դարձել իրենց կողմից պահվող իշխանության ղեկավարի կողմից Պրահյան փաստաթուղթ ստորագրելու արդյունքում։ Քո ասածը կարևոր է, ես չեմ ժխտում, բայց չենք կարող էլի այսպես դնել նյութական իմաստով, բարոյական իմաստով, տարբեր իմաստներով իրար կողքի դնել ու ասենք համեմատել։ Հետո դրա պատասխանատվությունը ով է, տերը ով է դրա։ Ես չգիտեմ, ում պետք է պատասխանատվության ենթարկեին, ասենք, դրա հետ կապված, Մայիսյան գյուղերի հետ կապված, ում պետք է պատասխանատվության ենթարկեին։ Ոչ մեկին անունը տիփոխեն։ Դե անփութությունը, չգիտեմ, ֆայմները չի հասել կամ բա ինչն է բա խնդիրը։ Որտեվ կարող ասենք ռուսները ջղայնան։ Դե լավ, Կասյան Փողոցյանն փոխեցին Վազգեն Արաքչյանն արի քեզ ուրիշ ձևի հարցը տա։ Մա այդ ասենք պարզվի, որ ասենք Նիկոլ Փաշինյանին զանգել է Վլադիմիր Պուտինը, ու ասելա որ չէ, ոչ, ու ասելա որ ասենք ճանաչի Ադրբեջանի կազմում, կամ ճանաչի չգիտեմ ինչը, ու Նիկոլ Փաշինյանը դա համաձայնեցրած է եղել ռուսների հետ։ Քեզ թվում է որ քաղաքական ուժը քարկոցի Նիկոլ Փաշինյանը։ Նախ արի ասենք դա քո ենթադրությունն է, որովհետեւ չէ, իմ ենթադրությունն է, իհարկե իմ Հա, դե ենթադրությունն է։ բա ենթադրությունն է։ Բայց ես ունեմ դրա համար ինչ որ հիմքեր։ Դե հիմա կարող է դու դրա համար հիմքեր ունես, եւ իմ ասածը այն է Մենոյ ջան, որ եթե դու պատասխանատվության վերջ չեն գնում, ասածը այն է, որ եթե դու քո հայացքը չունես իրերին նայելու, այլ դու նայում ես այլ հայացքներով, կարող ասենք հիմա մենք ասում ենք, որ դուք բան եք ենթարկվելու, բայց դա պարզի որ չի իրենք էին հերոսները։ Պատկերացի ինչ եմ ասում։ Չեմ պատկերացնում, որովհետև հիմա փաստորեն դուրս է գալիս, որ դու ասում ես, որ այսինքն որևիցե պատասխանատվության չեն ենթարկվելու, թող հանգիստ այսպես մարդիկ շարունակեն։ Ես ասում եմ, որ լինելու է դա ու լինելու է այն պատճառով, որ այդ հայացքը լինելու է մերը։ Ես ասում եմ, որ եւ այդ Մայիսյան գյուղերն են փոխվելու եւ Ալավերդի քաղաքի անունը փոխվելու եւ նաեւ իրանք այդ Ալավերդի քաղաքի անունը միանշանակ հարց չի։ Դուզեմ ասեմ, որ այդ դրա գաղափարական հիմքերն են պետք Մենոյ ջան։ Դա այնա, որ ոչ թե որ ասենք այսքան մարդ բան է եղել, այլ դա հայրենիքի դավաճանությունն է։ Դե հա, բայց հայրենիքի դավաճանությունը դու երևույթն ես ասում, ես դրա դրսևորումն եմ ասում, ինչ տարբերություն։ Դավաճանության արդյունքում եղել է այն, որ 120,000 մարդ դավաճանների պատիժ մենակ այն դեպքում, երբ որ դա եղել է անձնական վրիժառություն։ Եթե չհաշվենք Նեմեսիսը։ Միայն Նեմեսիսն է, որ եղել է համակարգված։ Դե հիմա այս առիթը լավ օգտագործելով արի կոմպրոմիսի գանք այս հարցում։ Նաև մենք զգուշացնում ենք, որ այո, համակարգային մոտեցմամբ է լինելու այդ պատասխանատվությունը եւ հաստատ ամեն դեպքում լինելու է այդ պատասխանատվությունը։ Այնպես որ լավ մտածեք եւ impeachment-ին կամքը վերջ։ Չէ, առհասարակ եմ ես ասում, առհասարակ եմ ասում, մարդիկ, որովհետեւ հիմա բանի մեջ են շատերը մտածմունքների մեջ են, բա դուրս գամ ինչ անեմ, աշխատանք կորցնեմ կամ չգիտեմ ինչ լինեմ, թիմի ներսում ինձ ասեն դավաճան։ Պետք է այս հարցի մասին շատ խորը մտածեն։ Շատ խորը, շատ երկար մտածեն ու ծանր ու թեթև անեն։ Դե մի տարել որ մտածեն կպրծնի էլի բանը մանդատի ժամկետը։ Ինչը որ կարող է բան լինի, այսպես նավաբեկություն լինի եւ այդպես նավաբեկություն լինի եւ նավի խորտակման process լինի, շատ արագ բոլորը մեկ էլ տեսնենք մեզնից ավելի բան են, այսպես ազգայնական են ու Իսկ դու կասկածում ես։ Մերժող են։ Իսկ դու կասկածում ես։ Դե ուզում ասեմ մենք հիշելու ենք բոլորին, որ ասենք հիշելու ենք բոլորին, որ դա կեղծ է։ Իսկ կարամ անուններ տամ, որ ասենք այսօր տենցպես հարմար տեղավորված են ԿՊ-ի մեջ, բայց վաղը դառնալու է պարզվել իրենք ներսից քանդում էին ԿՊ-ն, կամ չգիտեմ ինչին։ Այո, մենք դա ամենտեղ տեսել ենք եւ համասարանում ենք տեսել միասին եւ այլ տեղերում ենք տեսել ու տեսնելու ենք իրականում, որովհետեւ այդ բանը այդ
ոնց ասեմ, դա մարդկային բան է, մտածողություն է, տեսակ է, դաստիարակություն է, արժեքներ են եւ այլն։ Եվ այդ մտավորականները, եւ այդ գիտնականները, եւ այդ ամեն ինչը նույն ձևի տեղավորվել է հաջորդ բանի, բայց այո, մենք այդ մասին խոսում ենք, դրա Թուրքիա մտնի գրավի, կպարզի, որ այդ մարդիկ թղթեր ունեն, որ իրենք բան են, արմատներով թուրքեր են։ Եթե ասենք, չգիտեմ, հնդիկները կան գրավեն, կպարզի, որ իրենք հնդիկներ են կամ Շիվա շարանգներն են այո։ Դրա համար մենք էլ խոսում ենք, մենք էլ խոսում ենք, որ այդ երևույթը պարսավելի է, մենք էլ արձանագրում ենք, որ այդ երևույթը պարսավելի երևույթ է։ Ուրեմն եկեք այս ուրախ նոտայի վրա, հուսադրող նոտայի վրա ավարտենք մեր շնորհակալություն հայտնենք այսօրվա շաբաթվա ոդքասթը, այո, Այլեն ջան, շատ շնորհակալություն, որ եկար, մեզ լուսավորեցիր, որ դեռ ամեն ինչ կորած չէ։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ խորագրի այս շաբաթվա հյուրը Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էր, ես Գևորգ Էմինտերյանս եւ Մենուա Սողոմոնյանը ձեզ հետ կհանդիպենք հաջորդ շաբաթ եւս։ Հաջողություն։